1988 թվականին, երբ Խորհրդային Միության հսկա մեքենան սկսեց ճաքեր տալ, հայկական հրապարակներում հայտնվեց մի կերպար, որն ընդհանրապես նման չէր տիպիկ հեղափոխականի։ Նա չէր գոռում և չէր խոսում էմոցիաներով։ Նա խոսում էր սառը տրամաբանությամբ, որը թվում էր օտար և նույնիսկ վախենալու։ Նա մատենադարանի գիտնականն էր, ով դուրս եկավ գրադարանային լռությունից կերտելու մի նոր պետություն։ Բայց որն էր նրա գաղտնիքը։ Ինչպես կարող էր մի մարդ, ով ուսումնասիրում էր ասորական տեքստերը, դառնալ ժամանակակից աշխարհ քաղաքականության շախմատիստը։ Այսօր մենք խոսելու ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենի մասին։ Մարդում լռությունն ավելի շատ բան էր ասում, քան մյուսների հազարավոր ճառերը։ Ամեն ինչ սկսվեց Հալեպի փոշոտ փողոցներից։ 1945 թվականի հունվարի 9-ին Լևոնը ծնվեց մի ընտանիքում, ովքեր մուսալեռան հերոսների թոռներն էին։ Այն մարդիկ, ովքեր Օսմանյան կայսրության դեմ մահացու պայքարում հաղթեցին մահվանը։ Նրա ազգանվան սկզբում դրված էր Տեր Մասնիկը, որը վկայում էր հոգևորական տոհմի պատկանելիության մասին։ Նրա հայրը Հակոբ Տեր-Պետրոսյանը Սիրիայի և Լիբանանի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից էր։ Մի մարդ, ով կամավոր մեկնել էր Իսպանիա մասնակցելու քաղաքացիական պատերազմին։ Լևոնը մեծացավ մի մարդու կողքին, ով գիտեր, թե ինչպես է կազմակերպվում ընդհատակյա պայքարը և ինչպես են փլուզվում համակարգերը։ 1946 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը տասնյակ հազարավոր այլ հայրենադարձների հետ միասին տեղափոխվեցին սովետական Հայաստան։ Փոքրիկ Լևոնը Երևան եկավ մի աշխարհից, որն ազատ էր։ Խորհրդային Միության սահմաններում էլ նա կրթություն ստացավ։ Տեր-Պետրոսյանը ազատ տիրապետում էր 10-ից ավելի լեզուների՝ հին հունարենից մինչև լատիներեն, ասորերենից մինչև արամեերեն, արաբերենից մինչև ֆրանսերեն ու գերմաներեն։ Նա կարողանում էր կարդալ հին աշխարհի դիվանագիտական նամակագրությունները բնագրերով։ Նա ուսումնասիրում էր Կիլիկյան Հայաստանի պատմությունը ոչ թե որպես լեգենդ, այլ որպես պետականության կերտման դասագիր։ Նա տեսնում էր, թե ինչպես էին փոքր ազգերը մանևրում մեծ կայսրությունների միջև։ Նա հասկացել էր մի բան, որ հետագայում դարձավ իր քաղաքականության հիմքը։ Քաղաքականությունը էմոցիաներ չի սիրում։ Այն չի հավատում պատմական արդարությանը։ Այն հավատում է միայն ուժերի հավասարակշռությանը և սառը հաշվարկին։ 1988 թվականին նա արդեն գիտեր, թե ինչ է լինելու հաջորդ թիվ։ Նա չէր խոսում միայն Ղարաբաղի մասին, նա խոսում էր պետականության վերականգնման մասին։ 1988 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանը ցնցվում էր Սպիտակի սարսափելի երկրաշարժից, Տեր-Պետրոսյանն ու Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամները ձերբակալվեցին։ 6 ամիս մոսկովյան բանտախցում անցկացնելը կարող էր գիտնականի համար վերջը լինել։ Բայց Տեր-Պետրոսյանի համար սա դարձավ քաղաքական լեգիտիմության վերջնական կնիքը։ Նա բանտից դուրս եկավ ոչ թե որպես պարզապես գիտնական, այլ որպես ազգային առաջնորդ։ 90-ականների սկզբի Հայաստանը, ժամանակաշրջան, որ մեր պատմության մեջ մնաց որպես մութ ու ցուրտ տարիներ, սակայն տարիներ անց այս ողբերգությունը վերածվեց քաղաքական ամենամեծ մեղադրանքի։ Լևոնը քանդեց երկիրը, Լևոնը ծախեց գործարանները։ Արդյոք դա ճշմարտությունն էր, թե մի ողջ ազգի հավաքական տրավման օգտագործվեց իրականությունը թաքցնելու համար։ 1992 թվական Հայաստանը հայտնվում է մահացու օղակի մեջ։ Ադրբեջանը փակում է երկաթուղին և գազատարը, որով երկիր էր մտնում բնական գազի 90%-ը։ Թուրքիան համերաշխությունից դրդված փակում է իր սահմանները։ Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ։ Նախկինում գործող հիմնական ճանապարհները և այլ կոմունիկացիոն հանգույցները դադարում են գործել։ Միակ կենսական թելը, որ կապում էր մեզ աշխարհի հետ, Վրաստանի տարածքով անցնող գազատարն էր։ 1993 թվականին Վրաստանի Մարնեոլի շրջանում հայկական գազատարը պայթեցվեց ավելի քան 40 անգամ։ Դիվերսիոն խմբերը գործում էին պրոֆեսիոնալ։ Միայն հունվարից մարտ ամիսներին եղավ 7 խոշոր պայթյուն։ Ամեն անգամ, երբ հայ մասնագետները կյանքի գնով վերանորոգում էին խողովակը, հաջորդ օր այն նորից պայթեցվում էր։ Սա պետությունը սովի և ցրտի միջոցով ծնկի բերելու հստակ ռազմավարություն էր, որը իրականացվում էր Ադրբեջանի կողմից։ Հենց այս ֆոնին ծնվեց մեծագույն միֆը քանդված գործարանների մասին։ Շատերն ասում են, մեր հզոր գործարանները Լևոնը թալանեց ու վաճառեց որպես թափոն։ Հայկական արդյունաբերությունը, օրինակ լեգենդար Նաիրիտը, ստեղծվել էր որպես խորհրդային հսկա ռազմաարդյունաբերության համալիրի մի փոքր մաս։ Այն ստանում էր հումքը Ռուսաստանից և իր արտադրանքը պետք է հետ ուղարկեր Ռուսաստան։ Խորհրդային Միության փլուզումը նշանակում էր այդ շղթայի մահը։ Երբ սահմանները փակվեցին, հումքը բերելը դարձավ անհնարին։
իսկ պատրաստի ապրանքը տեղափոխելը Վրաստանի քանդված ճանապարհներով ավելի թանկ էր նստում, քան հենց ապրանքի արժեքը։ Գործարանները կանգնեցին ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ուզում էր դրանք քանդել, այլ որովհետև դրանք դարձել էին մեռյալ կապիտալ։ Առանց Խորհրդային Միության պլանային տնտեսության այդ գործարանները չէին կարող արտադրանք տալ։ Սակայն կար մի գործոն, որն ավելի վատթարացրեց ամեն ինչ։ 1989 թվականին երկրաշարժից հետո էմոցիոնալ ճնշման և բնապահպանական շարժումների ազդեցությամբ իշխանությունները կայացրեցին ճակատագրական որոշում՝ փակել Մեծամորի ատոմակայանը։ Այն ժամանակ դա թվում էր հաղթանակ, բայց իրականում դա հանգեցրեց Հայաստանի էլեկտրաէներգիայի 36%-ի կորստի։ Երկիրը հայտնվեց անդունդի եզրին։ Ինչ պետք է աներ նախագահը այս իրավիճակում։ Տեր-Պետրոսյանը գնաց մի քայլի, որն այսօր աշխարհում համարվում է ինժեներական քաղաքական սխրանք։ Նա որոշեց վերագործարկել ատոմակայանը։ Պատկերացրեք ռիսկը։ Միջուկային ռեակտորը, որը տարիներ կանգնած էր առանց համապատասխան կոնսերվացման, պետք է նորից միացնել։ Միջազգային հանրությունը սարսափած էր։ Արևմուտքը ճնշումներ էր գործադրում, ասելով, որ դա վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար։ 1995 թվականի նոյեմբերի 5-ին Մեծամորի երկրորդ էներգաբլոկը սկսեց աշխատել։ Դա միակ դեպքն է համաշխարհային պատմության մեջ, երբ նման տիպի կայանը վերագործարկվել է այդքան երկար դադարից հետո։ Երևանի փողոցներում լույսերը սկսեցին վառվել ոչ թե 1 ժամով, այլ 10, հետո 24 ժամով։ Սակայն մարդիկ չհիշեցին ատոմակայանի վերագործումը, նրանք հիշեցին միայն այն տարիները, երբ ստիպված էին գրքեր վառել, տաքանալու համար։ Բայց ամենազարմանալին այն է, որ հենց այս սովի ցրտի ու կատարյալ քաոսի տարիներին Հայաստանը կարողացավ անել անհնարինը։ Զրոյից ստեղծվեց բանակ, և մենք հաղթեցինք պատերազմում։ Ինչպես կարող էր մի երկիր, որ հացի փող չուներ, ծնկի բերել Ադրբեջանի և ազատագրել Արցախը։ Սա հայկական պետականության ամենամեծ պարադոքսն էր։ Հաղթանակը ձեռք բերվեց դիվանագիտական հանճարեղ մանևրի և ռազմական անձնազոհության շնորհիվ։ Սակայն այդ հաղթանակը ամրապնդելու փոխարեն մենք գցեցինք մեզ մի ծուղակի մեջ, որից դուրս եկանք հաղթանակը ամբողջությամբ կորցրած։ 1994 թվականի մայիսի 12։ Մի օր, որը պետք է դառնար հայոց նորագույն պատմության ամենահաղթական կետը։ Զինադադարը ստորագրված էր։ Հայկական ուժերը ոչ միայն պաշտպանել էին Արցախը, այլև վերահսկում էին շրջակա 7 շրջանները, ստեղծելով մի հսկա անվտանգության գոտի։ Երբ Տեր-Պետրոսյանը ստանձնեց իշխանությունը, Հայաստանը չուներ բանակ, կային միայն ցրված կամավորական ջոկատներ և խորհրդային լքված զինանոցներ։ Բայց որպես գիտնական նա հասկանում էր ինստիտուտների ուժը։ Նա գիտեր, որ առանց կանոնավոր բանակի հաղթանակն անհնար է։ Նա զրոյից սկսեց կառուցել պաշտպանական համակարգը։ Տեր-Պետրոսյանի ռազմավարությունը պարզ էր։ Հայաստանը պաշտոնապես չպետք է դառնա պատերազմող կողմ։ Նա հասկանում էր, որ եթե Հայաստանը բացահայտ ներքաշվի պատերազմի մեջ, միջազգային հանրությունը մեզ կճանաչի որպես ագրեսոր, և տնտեսական շրջափակումը կդառնա մահապատիժ։ Նա դարձավ Արցախի անվտանգության երաշխավորը, բայց պահպանեց այն նուրբ գիծը, որը թույլ տվեց երկրին խուսափել տոտալ մեկուսացումից պատերազմի տարիներին։ Եվ այս խաղը տվեց իր արդյունքը։ 1996 թվականի դեկտեմբեր, Լիսաբոն, ԵԱՀԿ գագաթնաժողով։ Պատկերացրեք տեսարանը։ Դահլիճում նստած են աշխարհի 53 պետությունների ներկայացուցիչներ։ Բոլորը առանց բացառության կողմ են մի փաստաթղթի, որն Արցախը ճանաչում էր որպես Ադրբեջանի մաս, ընդամենը բարձր ինքնավարության կարգավիճակով։ Հայաստանը մնացել էր մենակ։ Ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը մեր կողքին չէին։ Հենց այդտեղ Տեր-Պետրոսյանը կայացրեց իր ամենածանր որոշումներից մեկը։ Նա օգտվեց վետոյի իր իրավունքից։ Այս փուլից սկսած նա վերջնականապես համոզվեց, որ ստատուս քվոն հավերժ պահելն անհնար է լինելու։ 1996 թվականի նախագահական ընտրությունները դարձան Լևոն Տեր-Պետրոսյանի լեգիտիմության վերջը։ Հաղթանակած նախագահի վարկանիշը գահավիժել էր սոցիալական ծանր վիճակի պատճառով։ Ընդդիմությունը միավորվել էր Վազգեն Մանուկյանի շուրջ և հասարակության մի մեծ հատված հավատում էր, որ փոփոխություն հնարավոր է։ Սեպտեմբերի 25-ի գիշերը Երևանը նման էր ռազմադաշտի։ Բարկացած ամբոխը ներխուժեց խորհրդարանի շենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը կայացրեց իր ամենավիճահարույց որոշումը։ Քաղաք մտան տանկերը։ Զինված ուժերը միջամտեցին քաղաքականությանը։ Թեև նա պահպանեց իշխանությունը, բայց կորցրեց ամենակարևորը՝ ժողովրդի բացարձակ վստահությունը։ Նրա ամենամոտ դաշնակիցներից Վանո Սիրադեղյանը հետագայում կխոստովանի։ Այդ օրերից հետո նախագահն ընկավ խորը դեպրեսիայի մեջ։ Նա հասկացավ, որ իր իշխանությունն այլևս հենվում է ոչ թե ժողովրդի քվեի, այլ ուժայինների Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի աջակցության վրա։
Հաղթանակած նախագահը հիմա գտնվում էր իր սեփական թիմի և միջազգային հանրության ճնշման արանքում։ Նրա թիմակիցները պատերազմի կուսակցությունը չէին ցանկանում լսել զիջումների մասին։ Նրանք հավատում էին, որ ստատուս քվոն կարելի է պահել հավերժ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակից ընդամենը 3 տարի անց հայտարարում է. «Այնինչ դուք համարում եք հավերժական հաղթանակ, իրականում դանդաղ գործող ռումբ է»։ 1997 թվականի նոյեմբերի 1-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասուր ջրբաժանը։ Այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի հոդված, որը շատերը համարեցին պարտավորականություն։ Բայց տասնամյակներ անց պատմությունը պիտի այն կոչեր սարսափելի ճշգրտության մարգարեություն։ Ինչու էր նախագահը, ով ստեղծել էր հաղթանակած բանակը, հանկարծ խոսում զիջումների մասին։ Ադրբեջանը ստորագրել էր դարի պայմանագիրը։ Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ տարիներ անց Ադրբեջանի նավթային դոլարները վերածվելու են տանկերի, ԱԹՍ-ների և հրթիռների։ Երկրորդը միջազգային հանրությունն էր։ Նա գտնում էր, որ մաքսիմալիզմը կբերի կործանման։ Ով ուզում է ամեն ինչ, կորցնում է ամեն ինչ։ Բայց իշխանության ներսում արդեն հասունանում էր դավադրությունը։ Տեր-Պետրոսյանի դեմ դուրս եկավ այսպես կոչված պատերազմի կուսակցությունը։ Նրանց առաջնորդներն էին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Նրանք հավատում էին, որ հայկական ոգին և հաղթանակած բանակը կարող են պահել ստատուս քվոն հավերժ։ 1998 թվականի փետրվարի սկզբին լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ ուղիղ եթեր։ «Ես հեռանում եմ, որպեսզի երկիրը չվերածվի քաղաքացիական պատերազմի դաշտի», ասաց նա։ Նրա հրաժեշտի խոսքերը հնչեցին որպես դատավճիռ։ Իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը։ Պատմությունը կդատի, թե ով էր ճիշտ։ Հայաստանում սկսվեց մի նոր դարաշրջան, որտեղ կոմպրոմիս բառը դարձավ հայհոյանք։ Մարդիկ շունչ քաշեցին, կարծելով, որ հող հանձնողին հեռացրին, և հիմա Արցախը կլինի հավերժ հայկական։ Ինչու 25 տարի շարունակ Հայաստանը մերժեց իրականությունը։ Եվ ինչպես առաջին նախագահի սառահաշվարկը վերջինիս դարձրեց սեփական երկրում վտարանդի գիտնական։ Այն ինչի մասին առաջին անգամ նախագահը զգուշացնում էր տարիներ առաջ, ինչի համար նրան անվանել էին դավաճան և պարտվողական, 2023 թվականին տեղի ունեցավ միլիմետրային ճշգրտությամբ։ Սա պատմության դաժան դատաստանն էր քաղցր պատրանքներով ապրելու դիմաց։ Եկեք վերադառնանք թվերին, որոնք Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր դեռ 1997 թվականին։ Այն ժամանակ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի բյուջեից գերազանցում էր ընդամենը 1.4 անգամ։ Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, նավթային դոլարները տարիների ընթացքում այս թիվը կդարձնեն աստղաբաշխական։ Բայց խնդիրը միայն փողը չէր։ Տեր-Պետրոսյանը տեսնում էր, որ մաքսիմալիզմը, ոչ մի թիզող կարգախոսը, մեզ տանում է դեպի մի կետ, որտեղ մենք կորցնելու ենք ամեն ինչ, և շրջանները, և Արցախը։ Մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ատել են նրան մութ ու ցուրտ տարիների համար, այսօր ստիպված են խոստովանել, որ նա միակն էր, ով ուներ պետականակենտրոն մտածողություն։ Նրա ժառանգությունը ոչ թե պարզապես պատմություն է, այլ մի դասագիրք, որը մենք այդպես էլ չսովորեցինք։ Նա ցույց տվեց, որ փոքր ազգի համար ամենամեծ վտանգը ոչ թե թշնամին է, այլ սեփական պատրանքները։ Արդյոք մենք վերջապես պատրաստ ենք դուրս գալ պատրանքների լաբիրինթոսից, թե նորից կընտրենք այն ճանապարհը, որի մասին զգուշացնում էր գիտնականը։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։